Սկսում ենք մեր հերթական հաղորդաշարը, իրավունք և պահանջատիրություն հաղորդաշարը։ Այսօրվա մեր հյուրն է Երևանից Երեշե Պետրոսյանը, բարև ձեզ պարոն Պետրոսյան։ Հազար բարի։ Նախքան մեր զրույցի բուն թեմաներին անցնելը, չմոռանամ մեր լսարանին հիշեցնել, որ անպայման տարածեն այս նյութը, մեկնաբանություններ գրել, բնականաբար եթե մարդիկ կան մինչև հիմա դեռ չեն բաժանորդագրվել, նաև բաժանորդագրվեն, և իհարկե անպայման հավանումներ դնեն։ Պարոն Պետրոսյան, ես առաջարկում եմ այսօր մի քիչ ավելի մտավորականության ուղղված թեմաներ շոշափենք, քանի որ ես էլ դուք էլ արվեստի բնագավառից ենք, ինչ կարծիքի եք մեր մտավորականությունը ինչ անելիքներ ունի այս պահի դրությամբ մեր հասարակության հետ աշխատելու կամ մեր հասարակությանը այս թմբիրից դուրս բերելու հարցում։ Պետք է առաջին հերթին դադարի ասել, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում և իր գործը լավ է անում, որովհետև այն իրավիճակում, որում մենք հիմա հայտնվել ենք, և այն աղետալի ընթացքը, որը մեզ սենց ուղղորդում է, և այն պատասխանատվությունը, որ պետք է ունենա ցանկացած մարդ, որը կոչվում է մտավորական, անպայման վերցնի այդ պատասխանատվությունը իր վրա, որովհետև մենք գործ ունենք մեր ազգային ինքնության, մեր պետականության, մեր ապագայի և այլն, այս ամեն ինչի որոշման, լուծման կամ ընթացքի համար պատասխանատուներ են պետք և ես կարծում եմ դա այն թեման է, որտեղ որևիցե մեկը անմասն չպետք է մնա այդ պատասխանատվությունը վերցնելուց։ Մտավորականության դիրքը և գործը պետք է լինի այն, որ այս ամեն ինչը առաջի հերթին ինքը գիտակցի և դա կիսի այն մնացյալ ժողովրդի հետ, որը չասեմ ունակ չէ, որը իր առօրյայով ընկած միգուցե և ենթարկվում է մանիպուլյացիայի կամ այդքան հեռու չի տեսնում, մտավորականությունը պետք է հեռուն տեսնի։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ և գիտեք ինչ, այսօր երբ որ մտորում էի, թե մենք ինչ թեմաներ ենք քննարկելու, տարբեր դրվագներ մտաբերեցի մեր հայտնի մտավորականներից Իսահակյան, Թումանյան, թե ինչ մասնակցություն են ունեցել, ինչքան կարևոր է եղել նրանց դերակատարումը հասարակության հետ, հայ ժողովրդի հետ իրենց ժամանակներում և ձեր ասածին համաձայն ինչքան են իրանք պատասխանատվություն ստանձնել այդ ամեն ինչի մեջ կողմնորոշելու ժողովրդին, ուղղորդելու, որտեղ որ անհրաժեշտություն է եղել աջակցելու, օգնելու իրանց միջոցներով, իրանց կապերով, իրանց հնարավորություններով և այսօր տեսնելով, թե ինչ պասիվ վիճակ է մեր հայկական իրականության մեջ, դա բնականաբար շատ մտահոգում է, թվում նաև բնականաբար մեր նեղ ազգային ժողովրդարական բևեռի խորհրդի մերձակա կազմի համար և ես մոտ 2 օր առաջ էր մի հատ հաղորդում էի լսում մեր Սերգեյ Խաչատրյանին աշխարհահռչակ ջութակահարին ճանաչում ենք բոլորս, ինձ շատ դուր եկավ նրա մոտեցումը, թե ինչպես է ինքը վերաբերվում, ինքը ոնց է այս ամեն ինչին ուղիղ նայում և երբ որ հարց տվեց իրան հաղորդավարը, ինչ ես կարծում մեր խնդիրը ինչու՞մն է, ինքը ասեց ինձ թվում է, որ մենք ստի մեջ ենք, մենք չենք կարողանում, մենք խաբվել ենք երկար ժամանակ և չենք կարողացել զանազանել ճիշտը ստից և ես լրիվ համաձայն եմ
նրա հետ այս հարցում, բայց իմ կարծիքով մեր նաև ազգային ժողովրդարական բևեռի որպես կազմակերպված ուժ նաև ճիշտ մարտավարություններից կլինի, որպեսզի մենք այդ ուղղությամբ նաև աշխատենք մեր մտավորական, չնայած անում ենք, ինչքան որ ստացվում է, ամենքս մեր շրջապատի հետ աշխատում ենք, մեր ընկերության հարազատների շրջապատում, բայց միևնույն է, ինչքան էլ անենք, բավարար չենք համարում։ Ինչ եք կարծում, ինչ հավելյալ ինչ-որ միջոցառումներ հնարավոր պետք է կազմակերպել, ինչ կարելի է անել այս առումով։ Շատ հետաքրքիր բան եք ասում։ Մենք մեր բևեռի ձևավորման առաջին օրվանից ձեռնամուխ ենք եղել դրան։ Ում պետք է, եթե դու զգում ես այդ չարիքի գալը, տեսնում ես եւ անպայման ուզում ես դա առաջին հերթին կիսվես մտավորականության հետ։ Բայց ցավոք պետք է ասեմ, որ այդ մեր մտավոր աշխատանքով զբաղվող տեսակի ծանրակշիռ մասը մտավորական կոչվելու իրավունք չունի, որովհետև մտավորականին սազող կամ վայել կամ նորից պետք է այդ բառը ասեմ պատասխանատվություն որպես մտավորական, հա, կրող չեն։ Նրանք էլ սովորական, ասենք, գնալ մակարդակով կյանք են շարունակում։ Այո, հա, զուտ սոցիալական իրենց խնդիրներով։ Եվ ռուսը խոսք ունի, ասում է «Моя хата с краю», բան «Подальше от греха», հա, ինձ դա հիշեցնում է Չեխովը մի շատ լավ բան ուներ, նովել ուներ «Человек в футляре». Անտրաբասի ֆուտլյարի մեջ էր ապրում։ Լրիվ այդ պահն է հիշացնում։ Սենց գիտես, երբ որ հանդիպում ես երբեմն ինչ-որ վաղի մի ծանոթ մարդու, որի հետ փորձել ես նրան, այսպես ասեմ, չլինի վատ բառ կլինի, ներքաշել, չէ, մտածել տալ, որ ինչեր են սպասվում, հա, եթե որ բացատրել, որ տարրական լոգիկան ցույց է տալիս, որ այս քայլից հետո սա է լինելու, սրանից հետո սա է լինելու, իրանք երբ որ այս ամեն ինչին անտարբեր անցել են, սենց հիմա երբ որ հանդիպում ես հայացքի մեջ զգում ես մեղքի զգացում զգում է։ Ես վերջերս մեկին ասեցի, բայց չեն խոստովանում։ Չէ, իրանք կարող ասեն, հա, դու ճիշտ ես ու էլի գնան իրենց ֆուտլյարի մեջ ապրելու, հա։ Շատ, չգիտեմ, այս վերջի հատկապես այս սովետի փլուզումից հետո այս անկախության տարիները, նո պսևդո անկախության բարձր, հա։ Գաղութային անկախության այս տարիներում մտավորականությանն էլ այդ խեղճ ապրելուց հետո այնպիսի վիճակի մեջ դրեցին կամ իրանք հայտնվեցին, չգիտեմ, որ արդեն իրենց քաշը կորցրին, իրենց բովանդակությունը կորցրին, որովհետև այս վատ սոցիալ-տնտեսական պայմանները, որտեղ մարդ ոչ գործ ուներ, ոչ բան, 1001-ը իրեն գիտական աշխարհի մաս համարող մարդը անցավ տաքսի քշելու բան, իրանք բովանդակազրկվեցին։ Սա իրանց մեղադրելուն չի, բայց դրա արդյունքում ձևավորվեց հենց այս չմոտավորականությունը, հա, որոնք բանի զուտ աշխատավարձի կամ իրենց ստատուսի
ստատուսը չվտանգելու համար մտան այդ ֆուտլարների մեջ ու ազգային կլինի, հայրենական կլինի, այս բոլոր բաներից իրանք արդեն մնում են անմասն։ Կարող է նստեն խոսեն խոհանոցում, բայց ընդամենը այդքան է, բայց ձայն բարձրացնեն, հələ հիմա լավ է, հիմա սկսել են խոսել, շատերն են արդեն խոսում, երևի զգացին, որ առաջընթաց, որովհետև ես անգամ ասած իմ շրջապատում մի քիչ ավելի նեղված եմ այդ տեսակետից, որովհետև ի տարբերություն ձեզ իմ մոտ շատ ավելի չասեմ անհույս, բայց անմխիթար վիճակ է, որովհետև ոնց որ պայքարում էի, նույն ձևը շարունակում եմ պայքարել եւ կարծես թե լուր են, չեն արթնանում։ Բայց հիմա շատ է, որ դուք փաստում եք, որ փաստորեն ձեր մոտ ինչ որ առաջընթաց արդեն գրանցվում է։ Հա, Հայաստանում արդեն կտեսնես, որ եթե մի ժամանակ ամիսը մի ձայն էր գալիս մի տեղից, հիմա կարող է 15 գա։ То есть սկսել է խոսել շատ շատերը, բողոքողներն էլ ավելացել են, ամբողջ դաշտում նեգատիվը սարսափելի չափերի է հասել։ Երբ որ մարդկանց հետ խոսում ես, քիչ ամնում քեզ հոշոտեն, որ դու ասում ես մասաները, երբ որ դուրս կգան փողոց, նոր հարց կարա լուծվի։ Սենց ոնց որ քեզ ասեն, բա ինչի բևերը մի բան չի անում, ասում են բևերը միշտ էլ բան անում, բա դուք ուր էիք, ուր էիք։ Ես մտածել եմ, որ դուք կներեք, որ ընդհատում եմ, այդ նախադասությունը, որ ասեցիք, բա բևերը ինչ անում, ես իմ Չէ, ինչի մի բան չի անում։ Մի բան չի անում, կամա տենց։ Տարբերներ են բանը արտահայտվում, ես միշտ մտածել եմ, որ գիտեք, երբ որ ինչ-որ մեկը ինչ-որ բան անում է, ինքը անպայման անողներին ճանաչում է, անկախ նրանից նույնիսկ եթե վատ անողներ էլ կան, լավ անողը վատ անողին էլ է ճանաչում, որովհետև ինքը իր մաշկի վրա զգում է այդ բացասական գործունեություն ունեցողների արարքները եւ ինքը իրար բնականաբար ճանաչում է։ Իսկ նրանք ովքեր այդ հարցը տալիս են, ինչ եք անում, դրանք հիմնականում նրանք են, ովքեր որ բանից ընդհանրապես անտեղյակ են եւ իրանց պաշտպանությունը քեզանից նրանով է, որ այդ հարցը ուղղում են ենթատեքստ տեղադրելով, թե որ մի բան արած լինեիք, նշանակալի մի բան արած լինեիք, տեսած կլինեիք, տեսանելի կլիներ, դա է ենթադրվում էլի իրանց այդ հարցադրման մեջ բնականաբար, ես այդպես եմ ընկալում, դրա համար այդպիսի հարց ուղղողներին իմ պատասխանս հետևյալն է, դուք որ անող լինեք, դուք տեսնեք, թե բևերը ինչ է անում, եւ ընդհանրապես քանի որ անողները չեն սիրում իրանց անելիքներից խոսալ, գովել իրանց եւ այլն, ստացվում է, որ մենք անում ենք, բայց չենք խոսում, լռում ենք, ավելի համեստ ենք, զուսպ ենք այդ տեսակետից մեզ գերադասում դրսևորել, իսկ նրանք ովքեր որ ոչինչ չեն անում, առիթավորվում են այդ փաստով եւ դեռ մի բան էլ որակում են մեր գործունեությունը իբր կիսաօգտակար կամ չգիտեմ ժամանակավաճառություն։ Այո։ Իմիջայլոց իրանք հիմա գիտեք շատ-շատերն են մոտենում եւ անպայման ուղղորդում են, որ չկա ձեր մեջ մի 50 հոգի, բան, ասում ինչ անեն 50 հոգին, 150 կա, ինչ անեն, բայց չեք կարող, ասում լավ էլի, այն որ ասում է, գնացեք ձեր բուրդը մանեք։ Ինչ են ասում եւ ինչքան հեռու են իրականությունից։ Հիմա գիտեք, այսօրվա հաղորդման շրջանակներում մի հետաքրքիր բան գաղափար առաջացավ, քանի որ
մտավորականության կոնտեքստի մտավորականությանը դիմելու ինչ-որ բան կա այսօրվա հաղորդաշարի ընթացքում եւ ընդհանրապես կարծում եմ, որ մտավորականության պարտականություններից է հասարակության հետ շփվելու մշտական ինչ-որ հնարավորություններ, հարթակներ ստեղծել։ Մեր այսօրվա հաղորդումը, քանի որ դիտողներ կան եւ բնականաբար ամենասկզբից ես խնդրեցի, որ մեկնաբանություններ անենք, ինչ կարծիք եք, արդյոք ճիշտ չի լինի դիմենք մեր լսարանին, որ իրենց տեսակետները արտահայտեն, ասենք օրինակի համար, թե ինչպես են պատկերացնում իրենք, որպեսզի մենք հաջորդ կամ 1-2 հաղորդաշար հետո, երբ որ իրար հետ զրուցելիս կլինենք կամ բևեռի ուրիշ անդամներով զրույց կլինի, այդ մեկնաբանությունների կոնտեքստում անդրադառնալով քաղաքացիների տեսակետների, թե ինչա պետք, քննարկենք, վերլուծենք այդ տեսակետները։ Ես մտածեցի հարց ուղենք մեր լսարանին, ինչ են իրենց կարծիքով մեզ ինչ է պետք, ասենք, տվյալ պահին, մենք հայ ժողովուրդը ինչի կարիք ունի, ուր ենք գնում, մենք եւ մեր պահանջները ինչ են։ Բնականաբար տեսակետները կլինեն տարբեր եւ ըստ դրա փորձենք մենք ինչ-որ դիալոգի, երկխոսության ինչ-որ պլատֆորմ, հարթակ ստեղծենք զրուցելու մեր քաղաքացիների հետ, միգուցե մենք ինչ-որ մի բան պակաս ենք անում, չհամարենք մեզ ամեն ինչում ճիշտ եւ ամեն ինչը պարզ տեսնող, միգուցե նրանք ինչ-որ մի բան պակաս են տեսնում, մենք այդ դիալոգի, այդ զրույցի ընթացքում փորձենք հայտարարել եւ այսպիսով ինչ-որ կամուրջ ստեղծենք հասարակության հետ, մեր կողմից, մեր մեջ գործունեություն ունեցող ակտիվ մտավորականության ներկայացուցիչների եւ մեր հասարակության լայն մասսաների հետ ինչ-որ զրույցի հարթակ ստեղծելու համար ինչ կարծիք եք, կարելի է այդ մեթոդը օգտագործել։ Ես կարծում եմ ով ինչ մեթոդ պատկերացնում է եւ ունի այդ սրտում ցավը այս երևույթների նկատմամբ, պարտավոր է ցանկացած ձևով էլ փորձի օգտակար լինի ազգային շահին։ Այո։ Եթե շատ բան ախր չի երևում հանրային չի, բայց ես հիշում եմ, որ մենք առնվազն 18 թվականի վերջից անընդհատ նախաձեռնում էին կլոր սեղաններ մտավորականությանը հետ շփվելու, ավելի բաց խոսելու եւ ասում եմ հələ պատերազմն էլ չէր եղել։ Այո։ Պատերազմից հետո այնպեսի շոկը մեր հասարակության մոտ, ընդհանրապես ազգի մոտ, որ ծայրում էլ որ լինեն, եթե դեռ ուղեղի մեջ կան բջիջներ, որը կապված է հայրենիքի հետ, այդ շոկը դեռ մինչև հիմա շարունակվում է եւ դա նպաստեց, որ այս Խաշնազարի դրոշակի վրա գրած էր բան, չէ, որ մի զարկի ջարդի 1000 բան։ Հիմա մեր վարչապետի դրոշի վրա գրած խաղաղություն, դրանով մարդկանց այս վախը փորձում է ուղղորդել դեպի այս կործանարար ընթացքը եւ շատերը հիմա ինչ որ նոր տեսա մեկը մտած գրում մենք վարչապետ ունենք, դուք ինչ գործ ունեք, բան, ես այս կոմենտներն եմ նայում, մեկ-մեկ շատ որ գիտես, sense կարելի է sense ձեռս հետ ամեն ինչը գցել դա ասել դե գնացեք եթե դուք
Սա է, գնացեք։ Բայց մյուս կողմից էլ չես կարողանում։ Չես կարողանում, որովհետև գիտակցումը կա, որ այո, արտահայտվողների կողքը կան նաև մարդիկ, որ շատ սրտացավ են եւ ցավ են ապրում այս իրականությունից, եւ բնականաբար մենք պետքա կենտրոնանանք այն որակի վրա, որը որ քաջ գիտակցում ունի, էլի թե իրականությունը ինչ է։ Եթե մի ժամանակ այդ ձեր ասած որակի վրա որս չկար, որս։ Այո։ Տեսեք, մենք ինտելիգենցիա ենք խոսում, համատավորականություն ենք խոսում, բա մեր այս առաքելական եկեղեցու այդ բարձրաստիճան հոգևորականները, նրանք մտավորականության մաս չեն արդյոք։ Իհարկե, չէ։ Բնականաբար, ուսյալ, կրթյալ մարդիկ են, չէ։ Ավելին, դեր շատ ժամանակներ առաջ հիմնականում հենց մտավորականությունները կրթված խավը հիմնականում հոգևոր դասից էր։ Այո, այո։ Տեսեք հիմա այս պահին մեծ հարցակում կա այդ մարդկանց ուղղությամբ։ Եվ սա եւ ուրա նրանց պաշտպանության ձայնը, բայց իրանք էլ չեն աղաղակում, որ եկեք պաշտպանության, դա հարցը։ Սա այն բանի տրամաբանությունն է, հայոց պատմություն, թե Հայաստանի պատմություն, արդեն ընդեղից նշмарվեց, որ պետքա լինի Հայաստանի եկեղեցի, արդեն ստատուս է նշաձողը, որ ասում է պետքա իջացվի եւ այլն, հա։ Այդ նշաձողը հիմա եկեղեցու նշաձողը իջեցման process-ը հետապնդվում։ Եվ շատ վտանգավոր process է մեր ազգային ինքնության, մեր հեղինակության համար։ Սենց հերթով տեսնում ես, թե որ քայլից հետո ինչ է լինելու։ Եվ երբ որ դու սա բարձրաձայնում ես, ասում են հերիքա կռակ։ Սենց անընդհատ բերան փակելով ամեն մի խոսակցության մեջ, ամեն մի հոդվածի տակ այս ֆեյքերի բանակը լցնելով, անընդհատ մարդկանց վարկաբեկելով, գիտես, մեկը համառա շարունակում է 5-ը կարող է այդ մի վիրավորանքից ընկնեն բաների մեջ, չգիտեմ, ապրումների մեջ ընկնեն, էլ երբեք չխոսեն, դա էլ կա։ Այս ամեն ինչը մարդկային է, հասկանում եք, ամեն ինչը մարդը այսինքն հոգեբանական գրոհ է նաև հասարակ։ Այո։ Եվ վախ հոգեբանական գրոհ բարոյա զրկում, ինչա պետք է թշնամուն։ Այս ամեն ինչը բզկտված հանրություն հանգիստ ճիշտ ասում, որ մեքենաներով եւ այլն են բանը սուլտանիկը, որը չեղած տեղից հիմա դարձել է ասիչ։ Մեր երկրում ասիչ է, մեր երկրում, մեր համար ասիչ է դարել, մեր բաները պրեսան բացում ես, սաղորը դրա նկարն ու դրա ասած ֆրազաներն է։ Իսկ սա էլ է հոգեբանական գրոհի մի մաս։ Հասկանում ես։ Եվ ցավալին գիտեք որն է, ես մի օր անընդհատ այդ մտորումների մեջ ենք, անընդհատ մտածում ենք ինչ վիճակ է, ինչ կլինի հաջորդիվ, սա շարունակությունը ուր կհասցնի մեզ եւ երբ որ զրուցում ես շատ անգամ զրուցակիցների մոտ խոսակցական նյութից գալիս ես այն եզրակացության, որ իրանք մտածում են, որ լավ հիմա այս շրջանում այս մարդն է, մարդ պայմանական ասած բնականաբար, այս կերպարն է մեզ դարել երկրի ղեկավար, առաջնորդող, համբերենք սրանից հետո գուցե լավ լինի, բայց ես եկել եմ այն համոզմունքին, որ քանի դեռ մենք այս անկումը չենք կասեցրել, հաջորդը
ոչ մի տրամաբանություն չկա հուսալու, որ ավելի լավն է լինելու։ Իհարկե։ Որովհետև անկում է գնում, մենք գլորվում ենք դեպի անդունդը։ Եթե մենք չենք կասեցնում այս գահավիժումը, հաջորդը ավելի խորը անդունդի մեջ ենք լինելու մենք։ Եվ հետևաբար գալով մեր խոսակցության սկզբում դուք ասացիք պատասխանատվություն, գալով է դրան, մենք ոչ մենակ մտավորականություն, այլ ցանկացած քաղաքացու պարտականությունը պետք է լինի ներքին պատասխանատվություն զգա նախ եւ առաջ հայրենիքի նկատմամբ, որովհետեւ ընտանիքը, բարեկամությունը, ընկերությունը, այս ամբողջությունը ամփոփված է հայրենիք հասկացողության մեջ։ Իմ մտածելակերպն է այդպեսին եւ ես դրանից ելնելով եմ առաջին հերթին առաջնահերթ համարում հայրենիքի այսօրվա անկումը կանխելու, անկման դեմ պայքարելու իմ ակտիվությունը։ Համաձայն եմ։ Պատասխանատվությունը առաջի բանն է, որ պետք է ունենա ցանկացած տղամարդ առաջին հերթին, որովհետև նայա ընտանիքի կամ թիմի կամ երկրի, հա, նայա նրա կազմակերպիչը եւ պատասխանատուն եւ լավ օրերի եւ ծանր օրերի եւ նայա որ պետք է գիտակցի որ աշունից հետո ձմեռ է գալու, հա, ձմեռից հետո գարուն է գալու եւ ամեն սեզոնին ինքը ունի պատասխանատվության ինչ որ մի շրջանակ, հա, որը ինքը նախորոք պետքա կազմակերպի, որպեսզի ամեն ինչ ժամանակին դիմավորի ոչ թե ծակ կտուրը թողի, հա, ամար ձմեռ այդ կտուրը կաթա եւ ինքը նստի բանում, ասենք բեսեդկում, հա, սահորը բողոքի, որ եղանակները վատներ եւ այլն, փոխանակ ինքը նախարարցակ լինի եւ այդ խնդիրը վերացնի։ Հիմա նույնն էլ մեր մոտ է։ Բանը ես հասկանում եմ ինչի են այս մեր ժողովուրդը անընդհատ ասում են լավ, բա ով, Նիկոլը չէ, բա ով, Ռոբերտը չէ, բա ով, Լևոնը չէ, բա ով, հա, Սերժը չէ, բա ով, անընդհատ այս, այսինքն հանրությունը ինքան չի դաստիարակվել քաղաքական առումով, որ անընդհատ ինչ-որ մի հատ պապայա ման գալիս, ընդ որում ժամանակին երևի թե բան էր անում, ձեռք էր տալիս, Պուտին էր պապա, հա, սաղի համար գլխավոր պապա էր ու բոլորը այդ տրամաբանության մեջ էին, հա, այսինքն կարելի է մեր ժողովրդի համար պապա փոխել ու կարող է այս ժողովուրդը հանդարտվի, բայց հարցը այդ պապան, արդյոք այն պապան, որը պետքա ազգը առաջնորդի, թագավորական ժամանակներն անցել են, թագավորի հարց չի, Հիմա գալով իմչալով ձեր միտքը ինձ բերեց ստեղի քաղաքական այս անցուդարձերին, խմորումներին եւ այս հիմա Միացյալ Նահանգներում լինելով հանդերձ տեսնում եմ թե ինչ դժգոհություն կա այստեղի նախագահի նկատմամբ, ընդ որում աշխարհահռչակ մարդիկ են արտահայտվում եւ իրենք մեր ասացի պես իրենց քաղաքացիական պատասխանատվությունը որպես մտավորականության ներկայացուցիչ այս երկրում բարձրացնում են եւ այդ մասին խոսում են եւ աղաղակում են, բայց ի տարբերություն Հայաստանի այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, որ այստեղ պապայով չի պայմանավորված երկրի ընթացքը, փառք Աստծո, այստեղ ձևավորվել են ինստիտուտներ, որը մեկը մյուսին փոխ հսկողության մեխանիզմներով կարողանում են երկիրը բալանսի վրա պահել եւ չեն թողնի որ գահավիժի այն ինչ որ կա ինչ որ արկա է այսօր Հայաստանում շատ
ցավալի իրականություն է, որովհետև մի անձը, ում ձեռքում կենտրոնանում է իշխանությունը, իրան համարում է իզորու եւ լիազորված անի ինչ որ ինքը կկամենա առանց հաշվետու լինելու հասարակությանը։ Այստեղ ցավը ավելի խորն է։ Այդ մի անձը ինքնագլուխ չի։ Նրա գլխին կա այլ գլուխ, նրա գլխին կա այլ գլուխ, ստե մենք գործ ունենք մի բազմագլուխ վիշապի հետ, հա։ Այսինքն ինքը անունով գլուխ է, կամակատար, այո։ Նրան թույլատրված է անել ինչ ներսում, միայն թե ապահովել դրսի շահը։ այո, Դրա համար ներվում է, երբ որ նռնակա նետվում, հա, երբ որ սենց բիրտ ուժա կիրառվում, երբ որ սենց ապորինի ձերբակալություններ են, երբ որ սենց հոգևորականներ են տանում փակում, Սամվել Կարապետյանը հիմա նրան տարել փակել են, հիմա ման են գալի, թե բնականաբար այս սիստեմի մեջ, ով էլ որ բիզնեսով զբաղվի, սիստեմը այնպիսին է, որպեսզի դու զբաղվես բիզնեսով, ինչ որ բաներում դու շրջանցում ես օրեք, ինչ որ բանի մեջ կոմպրոմիսի ես գնում եւ այլ։ Հիմա նրան փակել են այն մեր ձևով խոսքի համար ընդամենը։ Հիմա հոտված են փնտրում, տարբեր ստուգումներ են անում, որ մի բան ծլացնեն, այս մարդուն դեռ պահին ընդեղ։ Հասկանում եք։ Կամ սրբազանները, որ այնտեղ են, կամ այս Հովնանավանքում այս ինչա կատարվում։ Այս ամեն ինչը, չգիտեմ, ազգային խայտարակություն է։ Դեմոկրատիա բան դնենք մի կողմ։ Այնպես չի, որ ձեր դեմոկրատիան էլ եսի միսցերիլա։ Մի հանցագործների խումբ էլ ձեր մոտ է։ Ուղղակի ձեր մոտ մի քիչ ինստիտուտները կայացած են, ինչ որտեղ սաստում են, հա։ Դուք չգիտեք, որ ձեր մոտ էլ է երկակի ստանդարտներով ժողովրդավարություն։ Բայց այդտեղ մենք հաճ հասկանում ենք, էլի։ են կայացել։ Ես այսօր Միչայելոց մինչև մի քանի ժամ առաջ էր մինչև մեր հաղորդաշարին գալը Մարտին Լյութեր Քինգի մասին հաղորդում էր եւ տեսնելով թե 50-60 տարի առաջ այս երկրում ինչ բարքեր են եղել խոսքի ազատության դեմ ինչ ճնշումներ են եղել եւ ինչ պրոգրես է ապրել այստեղի հասարակ այս երկիրը այս պետությունը դու հասկանում ես, որ բոլոր այդ բացական երևույթների մեջ գոնե առաջընթաց կա։ Այսինքն կյանքը զարգանում է, մարդկությունը, հասարակությունը ինքը իր պետությունը ձգտում ունի ավելի լավը դարձնելու եւ այստեղ այդ կուլտուրան գուցե որոշ տեղեր դեռ մնում է հին վիճակների մեջ, գուցե դեռ շատ հատվածներում կաղում է բայց որ աշխատանք կա, բայց որ զարգացում կա, որ պետությունը նաև այդ ուղղությամբ իր պատասխանատվությունն ազգում հասարակության նկատմամբ, որովհետև հասարակությունը լուր հասարակություն չի, հասարակությունը իր դեմ որևէ անարգանք, իր դեմ որևէ բռնաճնշում երբեք չի հանդուրժի, ինքը շատ զգաստ է եւ գիտակցում է, որ ինքը պատասխանատու է եւ ծառայողն է հասարակությանը։ Հիմա մենք խնդիր ունենք նախ եւ առաջ գոնե այնպիսի մի պետություն ստեղծենք, գանք մեր հասարակությանը հասունացնենք այն մակարդակի, որ ինքը հասարակությունը գիտակցի, որ ինքը գործոն է։ Այստեղ ես միշտ իմ ընկերների հետ կլինի, իմ հարազատ բարեկամների հետ կլինի, ընտանիքում կլինի, ես այդ օրինակը բերում եմ, որ այստեղի քաղաքացիները իրանց ձայնին, մեկ ձայնին, քվեին շատ մեծ կարևորություն են տալիս, ի տարբերություն Հայաստանի, երբ որ ընտրությունների ժամանակ բազմաթիվ տենց խոսողներ կան, չէ, որ ասում են մեկը ում էլ ընտրեմ, իմ ձայնը ոչինչ չի որոշում։ Այդ բարդույթը մեր հասարակության պետք է կոտրվի, մենք պետք է հաղթահարենք իմ կարծիքով, ինչ կարծիք եք։ Մի ամերիկյան ֆիլմ եմ հիշում, երբ որ
ընտրություններ էր, ոնց որ թե շտատի ղեկավարի ընտրություններ էր, եւ ձայները հավասար էին, եւ պարզվեց, որ մի հոգի չի գնացել ընտրության, ամբողջ ֆիլմը կառուցված էր սրա վրա, որ այս մի հոգուն ով Իրանով կանի։ Տես, մենք խոսում ենք, որ հասարակությանը դաստիարակել, դարձի բերել կամ չգիտեմ մտածել տալ, պատասխանատվության զգացում ներարկել, այս ամեն ինչը պետական մասշտաբի աշխատանք է։ Մանկապարտեզից սկսած, սա պետության անելիքն է, բայց տեսեք, այս հարևան քոչվորները կերտում են ինչ-որ մի նոր բան, կերտում են ազգ, միասնություն եւ այլն, չի ստացվելու, ասեմ, չի ստացվելու, բայց ինչ-որ մի մեծ զանգվածի վրա այդ ազդեցությունը գնում է եւ նրանք իրանց լինելիությունը իրանց առավելությունը նրանումն է, որ իրանց ստին հավատում են։ Իրանք չգիտեն, որ դա սուտ է։ Այսինքն ով դա կազմակերպում է, գիտի։ Այո։ Հետո երբ որ դու այդ սուտը, ասենք, բազում անգամներ կրկնում ես, դու էլ ես սկսում ապար, հետո դու մոռանում ես, որ դա սուտ էր ու դա դառնում է քո պատմության ինչ-որ մի կարևոր մասը։ Նրանք, այսինքն, գամ հետ մի հատ, էլի, ցեղասպանությունից հետո մոտ 125,000 որբ երեխեք մնացին, որոնց եթե հիշում եք, մի ոսկով գնում էին եւ ես երբ որ փոքր էի, շատ մարդկանց հարցնում էի, իրանք որտեղից են, ես երբ որ սկսել էի նոր կարդալ, չգիտես ինչի սկսել էի պատմավեպերից, ու ինձ շատ հետաքրքիր էր էլի ամեն հայը որտեղից է, ինչա, եւ շատ հաճախ էի հանդիպում, որ ես որբանոցից եմ, մենք որբանոցում ենք ծանոթացել, ամուսնացել, այդ աստիճան չէի զգում, թե դա ինչ է։ Հետո ժամանակի ընթացքում սկսեցի ես ամբողջ ողբերգությունը այլ ձև ընկալել։ Այսինքն տեսեք, երեխա, փոքր երեխա, մի մատ երեխա, որը ծնվել է ու արմատից կտրված է։ Այսինքն են մայրական քնքշանքը, հա, եղբոր կամ չգիտեմ հոր կամ պապիկ, տատիկ, չէ որ երեխեքը ձևավորվում են այս միջավայրում, այսինքն այս ամեն ինչից կտրելով շատ բան նրան չի փոխանցվել եւ այս մարդիկ ընդամենը գոյության պայքարի մեջ են եղել, այսինքն սոցիալական վիճակ լուծել, հա, 35,000 որբ կարծեմ Գյումրիում ա եղել, 35,000 որբ։ Հիմա այս մարդիկ արդեն սերունդներ ունեն բան եւ այդ արմատից կտրված վիճակը, այսինքն ոչ իր համար բարենպաստ վիճակում մեծանալ մարդ դառնալը եւ ընդամենը անցնել սովետական դպրոցի բաներով, հա, չնայած այդ սովետական դպրոցը 10 պատիկ ավելի լավ էր, քան այսօրվա դպրոցն է, որոշ դպրոցներ իհարկե հանած, հա, անբովանդակ, ընդեղ գոնե ինչ-որ ուրիշ գաղափարախոսություն կար, հասկանում եք, ու բնականաբար այս մարդկանց այս առօրյան էլ պետքա սենց արդյունքներ տար, եւ հիմա արդեն մենք գործ ունենք թորների հետ այդ հասարակության, այսինքն այդ մարդիկ որբացել են ոչ միայն հորից ու մորից, այլ նաեւ հոգատարությունից, սիրուց, այո, ազգայինից այդ ամեն ինչը վերաբերմունքից են որբ մնացել։ Երեխայի համար ամեն ինչն էլ շատ կարևոր է։ Միջավայրը, այդ իրան անընդհատ փոխանցվող սերը, ինչքան էլ որ ուշադիր լինեին այդ մանկատներում, հա, միևնույնն է, դա մորականը չի, հա, դա հայրականը չի, դա ընտանեկանը չի, ու սա մեծ հետք է թողել, այսինքն
Այն աստիճանի վնաս, որ մեզ տվել է այս ցեղասպանությունը, դա անբացատրելի է։ Սա այնքան խորքային բան է, եւ այսօր հանկարծ ասում են, հա, դե եկեք քիրվայություն անենք, ինչ է եղել, Թուրքիա ինչ։ Բա այս ամեն ինչը կարելի է հանգիստ լսել, այս ամեն ինչի հետ կարելի է համակերպվել։ Սա չգիտեմ, շանտաղություն է նման բանի հետ համակերպվելը։ Սա բանի փոփոխություն է։ Անպատկերացնելի բան է, անպատկերացնելի բան է։ Ու բայց այս ընթացքը ձեր ասած մտավորականներից կլինեն, հա, չգիտեմ, իշխանություններից կլինեն, ամբողջ օրը մատի փաթաթան դարձրած, ամբողջ օրը այս թելը մանում են, հա, որ պետք է այսպես, հա, պետք է, բայց երբ որ ամեն ինչը իր տեղում կլինի, երբ որ կապաշխարեն, երբ որ կհատուցեն, հա, կամ Եվ ոչ միայն այն պատճառով, որովհետև դա արդարացի է, այլ նախ եւ առաջ այն պատճառով, որ եթե այդպես չլինի, դա շարունակվելու է, դա շարունակվելու վտանգ ունի։ Վառ օրինակը Արցախի հայաթափումը։ Մենք տես տոկտվածի պես փախտում են այդ բառը ասելուց, հիշացնելուց։ Ես նկատի ունեմ պատասխանատու մարդիկ, ովքեր որ պատասխանատու են այս ամեն ինչի համար, այսինքն իրենց համար դա լուծել են եւ այս լուծումը ուզում են պարտադրեն, փաթաթեն։ Սրա հետ կարելի է համակերպվել։ Մի առիթով ուրեմն զրուցում էինք իմ շատ մոտ անձնավորության հետ խոսում է, որի որդին էլ այս 44-օրյա պատերազմի մասնակից էր, եւ ինքը ասում է մենք համաձայն չենք այսօրվա այս ռեժիմի հետ, ռեժիմ բառը չէր գործածում, մենք համաձայն ենք, որ ինքը լավ ղեկավար չի, սա է, նա է, բայց օրինակի համար իր հորը վկայաբերեց, ասեց մենք որ ասենք վիճաբանում ենք տան մթնոլորտում, հայրս ասում է ինքը այնպես ռուսերեն բառն էլ օգտագործեց, ասեց ինձ պապոլոչկամ շարմա այնպես է դասավորում, որ դու չես կարող չհամաձայնվել իր հետ։ Ես այդ պահին չասեցի, բայց հիմա մտքովս գիտեք ինչ անցավ, ափսոսում եմ, որ այդ պահին չեմ ասել, պետքա նման տեսակետ ունեցող մարդկանց պարզապես ուղղակի հարց տալ, ասենք եթե Բաքվի բանտում քո թորը լիներ, ոչ թե այն երեխաները, ովքեր որ այս արդեն քանի տարի է Բաքվի բանտում են ու անհասկանալի վիճակ է, մենք չենք կարող պատկերացնել, թե ինչ օրեր են ապրում այդ երեխեքը եւ տեսնելով այսօրվա իրականությունը, թե մեր հասարակությունը ինչ հունով է շարժվում, ինչ տրամադրվածություն ունի, հասկանում ես, թե ինչքան ողբերգական վիճակ է այդ երեխեքի մոտ, գիտակցելով, որ իրանք այսօրվա Հայաստանի ժողովրդի վրա հույս չեն էլ կարա դնեն։ Ինչքան ցավալի վիճակ է, ինչքան ողբերգական վիճակ է։ Եվ գալով այսօր մենք Բաքվի բանտերից ենք խոսում, այսօր մեր Երևանում մեր ծռերն են բանտված եւ իրանց նկատմամբ ռեժիմը կիրառում բոլոր աներևակայելի ճնշումները եւ օրինազանցությունները։ Մենք դրա համար նաեւ իդեպ մեր առիթից օգտվելով ասեմ մեր լսարանին խնդրենք, որ աջակցեն դրամահավաք են կազմակերպում եւ լինքը անպայման կտեղադրվի մեր այս տեսանյութի տակ, որ անտարբեր չլինեն, գոնե մենք մեր երկրի սահմաններում մեր միջոցներով հնարավորինս կարողանանք աջակցենք մեր հերոսներին, մինչև որ կարողանանք կազմակերպվել այն աստիճանի ուժերը կուտակել, որ մեր այդ զավակներին կարողանանք հետ բերել նաև թշնամու ճիրաններից։
Սա ուղղակի եւ առհասարակ ոչ միայն բանտված զինվորների մասին է պետք հիշատակել, ասենք ըստ այսօրվա հոգեվիճակի ստացվում է, որ մենք այս ամբողջ այս 30 քանի տարիների այս զրկանքները, այս մութ ու ցուրտ տարիները, այս մեր զոհերը, որ երկու պատերազմներ ունեցանք, ստացվում է, որ մենք այդ ապարդյուն ենք արել։ Եթե մենք համաձայնենք սրա հետ, եթե մենք համաձայնենք, որ այսօրվա ռեժիմը մեր միակ տարբերակն է, մենք ուրիշ ոչինչ չենք կարող ակնկալել, ուրիշ պոտենցիալ չունի մեր ժողովուրդը։ Մի բան ասում, կներես, մտքովս անցավ, երեք ուրեմն տեսա, որ էկոնոմիկայի նախարարը կանգնած այդ գնացքի վագոնների առաջ մի են բանը աննախադեպ, չգիտեմ ես, չգիտեմ են, 1000 տոննա ցորեն եկավ Ադրբեջանի տարածքով, բան։ Ես նայում եմ ու ասում եմ, սրանք լրիվ էս ժողովրդին էշի տեղ են դրել, էլի։ Արցախը տարեկան մինչև 100,000 տոննա ցորեն էր արտադրում։ 100,000 տոննա։ Պատկերացնես։ Մենք պատկերացնում մեր ժողովուրդը պատկերացնում։ Էս հեչ, բայց 1000 տոննա Ադրբեջանով եկել է, վայ, բան, հայ վարայ, բան, էս ինչ սենսացիա, բան։ Հասկանում ես, մարդու ուղեղը պայթում է, ում եք էշի տեղ դրել։ 100,000 տոննա արտադրող Արցախը ռասխոտ արիք, տենց ասենք, հա։ Ուրացակ։ Հա։ 1000 տոննայի գովք եք անում, մի պրոպագանդա, մի թեմա են սարքել, այս որտեղից որ կայանից մտա, որտեղ ռեժիմի խորամանկություններից մեկն է դրանումն է աներևակայ հասնող վնասներն ու վտանգները կադրը հերվածում են, որ չերևա, փոքր մի հատ կետ երևա, ու ծիծաղելի մասշտաբի հաջողությունը, ասես մի հատ մեծ խոշորացույցի տակ են դնում, ինչ ձեռք բերում կա։ Այստեղ գիտես ինչն է ցավալին, որ այս շուստրի ասեմ, հա, ժողովրդի լեզվով ասած, այս խելացի շուստրի այս կազմակերպող բաները ինչի է, որ միշտ բացասականն են արել մեր ժողովրդի ու պետության գլխին։ Ինչի այդ խելքը, այդ խորամանկությունը, այդ, չգիտեմ, շնորհքը եւ այլն չի օգտագործվել բարի նպատակով, անպայման վատ նպատակով է օգտագործում։ Բոլորի համար եմ ասում, բոլոր ժամանակների համար եմ ասում։ Գիտես, մինչև ստեղ չկոտրես, միացես չջնջխես, նոր սկսես բան կառուցել, ճիշտ հիմքերի վրա, ու շատ խիստ կարգ ու կանոնով շանս չունենք, մենք պետքա այդ կարողանանք անենք, պետքա լինի ազգային գլուխ, ընդ որում, քանի որ մարդիկ էլ, գիտես, մարդիկ ընդունակ են փոխվելու, կերպարանա փոխվելու, երբ որ ձեռքները իշխանություն է գալիս, հասկանում ես, դա մարդուն փոխում է, չես կարող ասել, որ ոչ մեկին չի փոխի, բոլորին էլ փոխում է։ Աբրահամ Լինկոլնի խոսքերից է, չէ, ասում է, եթե ուզում ես ճանաչել մարդուն, տուր նրան իշխանություն։ Հա, հիմա գիտես, երբ որ գրպանումդ փող կա, քո քայլվածքը ուրիշ է, երբ որ դու կրիզիսի մեջ ես, քայլվածքդ ուրիշ է, քո հոգեբանական վիճակն էլ է ուրիշ, հայացքդ էլ է ուրիշ, հասկանում ես, այս իշխանությունը ինքը շատ եւ լավ բան է, եւ ունի իր վնասակար կողմերը, եթե մարդը ամուր առանցք չունի, եթե մարդը նպատակասլաց չի բան կառուցելու, գաղափարական առումով, այո,
բայց այս ամեն ինչից զատ նաև պետքա լինի այն ինստիտուտները, որ կարողանա այս ղեկավարությանը միշտ պահի բանի լարվածության տակ, որ իրանք այդ պատասխանատվությունից չշեղվեն։ Մենակ այս պարագայում կարելի է հանրություն դաստիարակել, հանրություն ուղղորդել եւ հայրենատեր եւ ազգատեր, ես էլ կասեի, որովհետեւ այստեղ զուտ Հայաստանի հարց չի, սա իրականում հայոց հարց է։ Այս եկեղեցու պառակտումից հետո սփյուռքն է կտրվելու, այսինքն ստատուսը ընկնելու է ամբողջ աշխարհում, իսկ հայկական ամենաբարձր ստատուսով ինստիտուտը, որ այսօր գոյություն ունի, հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, որը համաշխարհային ճանաչված բան է, հասկանում եք, ու սրա արմատներին խփելը, սրա բսկտելը ու սենց պառակտելը ունի մենակ մի նպատակ, թշնամուն դա ձեռք է տալիս եւ այստեղի սպասավորները սպասարկում են հենց այդ ներքին թշնամին։ Այո։ Չէ, ես արտաքինի մասին եմ ասում, արտաքինը մենք պայմանավորվեցինք, որ ստեղ կա պատվիրատու, այո, եւ կա բան, չէ, լուծարման հանձնաժողով։ Հիմա լուծարման հանձնաժողովը սպասարկում է այն թշնամիների բանը, պահանջները։ Արկադրությունները։ Այո։ Ես շատ շնորհակալ եմ պարոն Պետրոսյան այսօրվա բովանդակալից զրույցի համար։ Բնականաբար էլի կարելի է շատ զրուցել, որտեղ անսպար թեմաներ կան, բայց մեր ժամանակը ոնց որ ասում են արդեն մոտենում է ավարտին։ Ես շատ շնորհակալ եմ թե ձեզ, թե մեր լսարանին, ովքեր մեզ հետևում էին այս ընթացքում, եւ բնականաբար կհիշեցնեմ նորից, որ տարածեն մեկնաբանություններ գրեն եւ հավանեն մեր հոլովակը, որպեսզի ավելի շատ դիտումներ ունենա։ Շատ շնորհակալություն, մինչ հաջորդ հանդիպում եթերում։ Ես էլ եմ շնորհակալ ուշադրության համար, լավ մնացեք, երբեք հուսախաբ չլինեք։ Չէ, մենք հուսախաբ լինող տեսակը չենք, պարոն Պետրոսյան։ Բայց մի նյուանս կա։ Միշտ երբ որ զրուցում ես ինչ-որ մարդկանց հետ, բաժանվելուց հուսանք լավ կլինի, ասում եմ, ես միշտ ասում եմ, հույսով չի, աշխատել է պետք դեպի հույսը տանելու համար, այնպես որ աշխատելով հուսանք, հա։ Հույսը պետք է պայմանավորենք մեր գործունեությամբ։ Այո, այդ դեպքում այդ հույսը կաշխատի։ Պետք է չընկրկել, միշտ ճշտին հետևել եւ համոզված լինել, որ դեպի մեր նպատակը ճիշտ հաղթելու է։ Այո։ Շատ շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Ես էլ։ Լավ եղեք։ Լավ մնացեք։